Այն ցուրտ անձրևոտ օրերին, երբ մոռանում եք ձեր անձրևանոցը եւ ցանկանում եք հնարավորինս չոր մնալ, պետք է քայլել եւ ավելի շատ ժամանակ անցկացնել անձրևի տակ, թե պետք է վազել, ինչը նշանակում է, որ կբախվենք նաեւ կողքից ընկնող անձրևի կաթիլների հետ։ Ենթադրելով, որ դուք դեռ ամբողջությամբ չեք թրջվել եւ չեք թրջում ջրակույտերի մեջ, պատասխանը պարզ է։ Երբ դուք շարժվում եք մի ընկնող անձրևի կաթիլից դուրս, դուք շարժվում եք մեկ այլ կաթիլի ուղղությամբ։ Այսպիսով, ձեզ վերևից հարվածող անձրևի կաթիլների քանակը հաստատուն է, անկախ նրանից, թե որքան արագ եք շարժվում։ Որպես այլընտրանք կարող եք պատկերացնել, որ անձրևո կաթիլները անշարժ են, իսկ դուք ձեր տակ գտնվող երկրագնդի հետ միասին շարժվում ենք վերև անձրևի միջով։ Եվ քանի որ զուգահեռանիստին նույն ինքը 3D զուգահեռագծի ծավալը կախված չէ նրա թեքությունից, ապա անկախ նրանից, թե որքան արագ եք հորիզոնական շարժվում, ամեն վայրկյան ձեր վրա ընկած անձրևի քանակը նույնն է լինելու։ Եթե դուք չեք շարժվում, ապա վերևից ընկնող անձրևի կաթիլները միակն են, որոնց կբախվենք։ Բայց եթե շարժվում ենք, ապա նաև կբախվենք կողքից եկող անձրևի կաթիլներին եւ ավելի շատ կթրջվենք։ Այսպիսով, ամեն վայրկյան ամենաչորը մնալու համար պետք է անշարժ կանգնենք եւ որքան ավելի արագ շարժվենք, այնքան ավելի շատ կթրջվենք։ Բայց եթե փորձում եք հասնել A կետից B կետ, ապա անշարժ կանգնելը լավագույն միտքը չէ եւ A կետից B կետ գնալու ժամանակ անձրևի ընդհանուր քանակը, որին կբախվեք կողքից, կախված չէ նրանից, թե որքան արագ եք գնում։ Ճիշտ այնպես, ինչպես ձյունամաքրող մեքենան նույն քանակությամբ ձյուն կմաքրի ճանապարհի մի հատվածից, անկախ նրա արագությունից։ Անձրևի միջով վազելու դեպքի համար կարող եք դա պարզել կրկին զուգահեռանիստների օգնությամբ։ Հիշենք, որ ֆիքսված ժամանակահատվածում նույն քանակությամբ անձրև կհարվածի ձեզ վերևից, անկախ նրանից, թե որքան արագ եք գնում, եւ տվյալ հեռավորության վրա նույն քանակությամբ անձրև կհարվածի կողքից, կրկին, անկախ նրանից, թե որքան արագ եք գնում։ Այսպիսով, ձեր ընդհանուր թրջվածությունը հավասար է ամեն վայրկյան վերևից եկող անձրևի պատճառով թրջվածությանը, բազմապատկած անձրևի տակ անցկացրած ժամանակի քանակով, գումարած կողքից եկող անձրևի թրջվածությանը ամեն մետրի համար, բազմապատկած ձեռանցած մետրերի քանակով։ Իմի բերելով մի կետից մյուսը գնալիս ամենաչորը մնալու համար պետք է փորձել նվազագույնը հասցնել վերևից ձեր վրա ընկած ջրի քանակը, եւ բավականին պարզ է, որ դա նշանակում է անձրևից հնարավորինս արագ փախչել։